Բարի լույս, Բայլույսի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում։ Մենք սկսում ենք մեր աշխատանքը, այսօր ուրբաթ է, շաբաթվա վերջին օրը, եւ իհարկե այս առավոտը եւս մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր եւ շատ հագեցած եթեր։ Ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր, շատ հետաքրքիր հարցազրույցներ ենք ունենալու մեր շատ սիրելի հյուրերի հետ, այնպես որ անպայման մնացեք առաջին ծրագրի հետ, որովհետեւ այսօր առավել եւս շատ հետաքրքիր է լինելու։ Այսօր մայիսի 2-ն է արդեն, կրնան վերջին ամիսը սկսվում է եւ կամաց գնում ենք դեպի ամառ։ Եվ հիմա սիրով ողջունենք նաև մեր շատ սիրելի Ադրինեին եւ իհարկե ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ասում եմ, որ պետք է նախաճաշով սկսենք օրը, գիտեք, մշտապես ուզում եմ, որ այս շատ կարևոր մասը ձեզ փոխանցած լինեմ անպայման, շատ ուզում եմ, որ դուք օրը այսպես լավ էներգիայով սկսեք։ Իհարկե նաև մենք կփորձենք նպաստել ձեր լավ տրամադրությանը, ես էլ կփորձեմ օրվա բաղադրատոմս հուշել, եթե իհարկե օրվա ընթացքում չստացվի այն պատրաստել, ապա մոտակա օրերին։ Այսօր շատ հետաքրքիր ուրեմն կարկանդակի տարբերակ եմ ուզում, թխվածքի տարբերակ եմ ուզում ձեզ առաջարկել, որը կարծում եմ շատ այսպես հաճելի կլինի շաբաթ կիրակի օրը պատրաստել եւ հրամցնել ընտանիքի անդամներին։ Սիրելիներս, այսօր ուզում եմ գազարով թխվածք պատրաստենք, այստեղ ներառվելու է գազար, իհարկե հիմքը, քանի որ ասում եմ գազարով, այսինքն հիմքը լինելու է գազարը, ընկույզ ենք անպայման օգտագործելու, որովհետեւ ընկույզը ապահովելու է այն հրաշալի եւ հարուստ համը եւ իհարկե համապատասխան բաղադրիչները։ Թխվածքի համար մեզ ինչ է պետք։ Պետք է մածուն, ալյուր, շաքարավազ, սոդա ենք օգտագործելու, մի փոքր նաեւ այս համեղությունների հետ դարչին պետք է ավելացնենք։ Սա էլ է շատ այսպես կարեւոր նոտա։ Էնպես որ սա ներկայացրեցի այս կարճ հատվածը, հետո միասին կշարունակենք, հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս։ Ադրինե։ Շնորհակալ ենք, շատ համեղ է լինելու, ես համոզված եմ, վստահ եմ դրանում։ Այո։ Եվ դրսում արև է շողում, չնայած ասեմ, որ ըստ եղանակային տեսության տված է, որ մոտորերս նորից սպասվում են անձրևներ, չգիտեմ ինչքանով է դա հաստատուն եւ կայուն, չնայած եղանակը սոնա հիմա այնքան արագ է փոխվում, որ ընթացքում մի քանի անգամ փոխվում է եղանակը, կարևոր որ տրամադրությունը չփոխվի եւ ամեն ինչ լինի լավ, ուրախ եւ հարթ։ Ահա, բայց այդքան էլ արև չի շողում Սուրեն, իրականում երբ առավոտյան ես գալիս էի, այսպես լուսավոր էր, բայց նաև մռայլ ու քամոտ էր առավոտը, ես կարծում եմ օրվա ընթացքում, ինչպես արդեն նշեցիր, վստահաբար կփոխվի եւ իհարկե առաջարկում եմ որպեսզի ծանոթանանք խաչմերուկներին եւ տեսնենք թե ինչքանով են բաց այսօր Երևանում փողոցները, որովհետեւ երբ ես էի գալիս, չգիտեմ, մայիսի 1-յան այսպես հետընթաց վիճակներ թե ինչ, բայց փողոցները բավականաչափ բաց էին, իհարկե այն հատվածները, որոնցով գալիս էի ես տաղավար։ Հիմա ծանոթանանք ամբողջ մայրաքաղաքի պատկերին, Սուրենի օգնությամբ իհարկե։ Այո, Սոնա, ասեմ որ արդեն կա թեթև, չգիտեմ թեթև ոչ թեթև, հուսանք որ թեթև վթար է եւ արդեն վթարը կա եւ վթարը, եթե չեմ սխալվում, մի քիչ ավելի մեծացնենք եւ այսպես հասկանալու համար դեպի այո Կիևյան գնացող փողոցի վրա է վթարը, այնպես որ այստեղ խցանում կա երկկողմանի արդեն իսկ եւ կարծում եմ որ հենց այդ վթարով է պայմանավորված։ Խցանումը բավականին շատ է այս պահի դրությամբ Կիևյան կամուրջ եւ դեպի բարեկամություն երկկողմանի խցանում է այստեղ եւ արդեն Բաղրամյան իջնող հատվածը նույնպես խցանված է։ Դե Արաբկիրի շրջանը ինչպես միշտ խցանված է, Վաղաշյան փողոց, Կոմիտասի պողոտա, Դավթաշենի կամուրջից հետո եւ նաեւ Եղվարդի խճուղի նույնպես այս հատվածում ինչպես ասում են արդեն սովորություն է տարին 12 ամիս օրվա յուրաքանչյուր ժամի խցանումներ են եւ երևի թե դրան արդեն սովորել ենք։ Փոքր կենտրոնում կա խցանում, Սարալանջի լանջերով ուսանողական հատվածը մայրաքաղաքի խցանված է այս պայդրությամբ Եվ տեսնենք ինչ է կատարվում արդեն մասիվում թեթևակի խցանում, իսկ երրորդ մասի հատվածը նույնպես երևի թե, այո, նույնպես երևի ոչ թե երևի թե, այլ հաստատ կա խցանումներ։ Այսպիսին է մայրաքաղաքը, այս առավոտ ուրբաթ է, վերջանում է աշխատանքային շաբաթը, բոլորը շտապում են ավարտել իրենց կարևոր գործերը եւ հետո արդեն երեկոն անցկացնել
ընտանիքի հետ։ Ադրին է, եթե ունենք մենք հնարավորություն, կարող ենք արդեն կամաց անցնել առաջ եւ տեսնել թե ինչ է կատարվում եւ ինչպես է այս process-ը անել։ Այո, իհարկե սիրելիներս, անպայման եւս մեկ անգամ բարի առավոտ թանկագին հեռուստադիտող, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը եւ ոչ միայն օրվա բաղադրատոմսը, ես կարծում եմ մեզ մոտ ամեն բան շատ հետաքրքիր է եւ շատ այսպես հագեցած, շատ հետաքրքիր ինֆորմացիաներ, շատ հետաքրքիր հյուրեր, շատ հետաքրքիր զրույցներ եւ իհարկե համեղ խոհանոց։ Ես այսօր առաջարկելու եմ ձեզ գազարով թխվածք, քիչ առաջ նշեցի բոլոր բաղադրիչները, բայց եւս մեկ անգամ անպայման անդրադառնանք մեր օրվա բաղադրատոմսին, մեր թխվածքին, ինչ է մեզ անհրաժեշտ այս թխուկը թխելու համար։ Մեզ պետք է գազար, իհարկե հիմքը լինելու է գազարը եւ ունենք ընկույզ, գազարի ընկույզի հետ իհարկե միախառնելու ենք նաեւ դարչին, որպեսզի շատ ավելի հարուստ եւ համեղ ստացվի այն, եւ իհարկե ունենք հավկիտ, ունենք մածուն, ալյուր, շաքարավազ, սոդա, քացախ, այս բոլորը պետք է օգտագործենք, բոլոր բաղադրիչները։ Հիմա կարծում եմ ամենաառաջին գործողությունները պետք է մի փոքր այսպես աշխատանք տանենք այս բաղադրիչները մանրացնելու, կտրատելու ու քերիչով անցկացնելու հետ, այսինքն գազարը պետք է քերիչով անցկացնեմ եւ իհարկե առաջին հերթին ընկույզը մանրացնենք։ Ես երևի թե հենց սկսեմ ընկույզից, իմ առաջին գործողությունը կլինի հենց ընկույզի հետ կապված, ահա սիրելիներս, մենք այն պետք է իհարկե մանրացնենք։ Ես այսպես առաջին հերթին դանակի օգնությամբ դանակը դնում ենք ընկույզի վրա, սեղմում ենք մի փոքր, ահա այսպես, այսինքն դանակի օգնությամբ կոտրում ենք այն եւ շատ հեշտ լինում է այն կտրատել, մանրացնելը ավելի դյուրին է դառնում։ Իհարկե ես ունեմ հատուկ, դուք գիտեք, ունենք հատուկ այսպիսի հարմարանք, որ տախտակը չշարժվի, շատ ավելի հանգիստ աշխատենք, ես ահա կտեղադրեմ, որ տախտակը չշարժվի եւ այսպես այս գործողությունով մենք մանրացնում ենք ընկույզը։ Ընկույզը գիտեք որքան օգտակար եւ կարեւոր պտուղ է մեր օրգանիզմի համար, այն դե իհարկե թե այս 4 տարբերակով ենք օգտագործում, թե հատուկ շրջան ունենք եղանակային, որ ընկույզը շատ թարմ է, համարյա թե թաց վիճակում է այն եւ շատ հաճելի է այն ճաշակել, սա էլ է կարեւոր այդ ընթացքում ընկույզի մեջ յոդը շատ ավելի արտահայտված է, ինչը մեր օրգանիզմի համար շատ կարևոր է եւ ընդհանրապես ասում են օրական 7 կտոր ընկույզ ուտելու պարագայում շատ առողջ օրգանիզմ կունենաս, թե արյան շրջանառության հետ կապված, թե սիրտանոթային համակարգի հետ կապված, թե իմիջիալոց շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, սա շատ կարևոր պտուղ է։ Այնպես որ կարելի է հաշվի առնել եւ եթե գոնե ամեն օր չես կարողանում սա ճաշակել, ապա երբեմն ուրեմն գնեք եւ վայելեք։ Կամ ուտելիքների մեջ, գիտեք, աղցաններ ունենք, շատ բազմապիսի աղցաններ, որտեղ ընկույզ ենք մենք օգտագործում։ Դա է լավ, թեկուզ 2 կտոր ընկույզ կոտրատել եւ լցնել աղցանի մեջ, սա էլ շատ էլի օգտակար կլինի։ Այսպես, ասնելով առաջ ասեմ, որ նաև գազարը ունի շատ կարևոր հատկություններ, կարելի է ես կփորձեմ ընթացքում անդրադառնալ գազարի օգտակար խորհուրդներին եւ ներկայացնեմ, թե ինչ կարևորություն ունի նաև մեր օրգանիզմի համար գազարը։ Ահա։ Ես կլցնեմ առայժմ հենց նույն ամանի մեջ։ Ադրին է։ Ողջույն։ Ինչով օգնեմ։ Այսքան խանգարեմ։ Կարող ես գազար ճաշակել, սիրելիս։ Այդքան շատ ունենք։ Իմիջիալոց շատ ունենք, հանգիստ կարող ես վայելել։ Այո։ Լավ, անպայման իհարկե։ Կամ ընկույզ, խնդրեմ, շատ առողջ արարել։ Դու ինչ ասեցիր, ընկույզ, ես այս պահին պիտի ստիպված հայտարարեմ կարժդացար։ Լավություն ես անում, ահա, այսպես են փոխհատուցում։ Խնդրեմ։ Փոքրիկ, դարձավ որ դուք կգանք արդեն էլի խոհանոց ու տեսնենք թե ինչ է կատարվում։ Առանց դրա չի լինի։
Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե այսօր ուրբաթ է։ Մենք սկսել ենք առավոտը եւ տալիս ենք այդ տրամադրությունը ձեզ, որ օրվա սկիզբը լինի շատ հետաքրքիր եւ պայծառ, իսկ երեկոն արդեն ձեր ձեռքերում է։ Որպեսզի մի փոքր օգնեմ ձեզ, ապա կառաջարկեմ Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող Ռոզե Բրիզ փրփրուն գինին, որը հաստատ երեկոն կդարձնի հետաքրքիր, գեղեցիկ եւ հաճելի, հատկապես երբ որ այն կանցկացնեք ընկերների կամ ընտանիքի հետ միասին։ Գինու հետ անպայման առանձնացրեք պանիրների լայն տեսականի, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Էլոլան առաջարկում է նաև անարատկաթից պատրաստված կատնամթերք, որը հաճելի եւ օգտակար կլինի ձեզ համար եւ ձեր փոքրիկների համար, սիրելի հեռուստադիտողներ։ Եվ հիմա տեղափոխվենք Խոհանոց, որտեղ ընկեր Ադրինեն, որ այս ոնց որ իմ ֆիզիկայի ուսուցչուհին լինի, պատրաստում է համեղ կերակուր մեզ համար։ Ընկեր Ադրինե։ Ողջույն, ես մեկ անգամ շնորհակալ եմ իմ լավ աշակերտներ, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողներ։ Այո, պահի տակ ես դարձա ընկեր Ադրինեն, ինչու, որովհետև ուզում եմ շատ կարևոր բան, մի քանի օգտակար խորհուրդ ընթերցել հենց գազարի համար։ Ես բնականաբար ընթացքում ասում եմ օգտակար խորհուրդների մասին, բայց ավելի հստակ կլինի, երբ որ այսպես ճիշտ ինֆորմացիայով որևիցե բան ես փոխանցում, եւ այս ինֆորմացիան վերաբերվում է գազարին։ Քիչ առաջ ես ասացի կխոսենք գազարի մասին, եւ ես շատ ուզում եմ ասել գազարի օգտակարության մասին, ինչու, որովհետեւ առօրյայում մշտապես ես կարծում եմ սառնարանում ենք գազար ունենք, մշտապես օգտագործում ենք, հատկապես աղցանների մեջ դա շատ անհրաժեշտ է, պետք է գալիս, դրա համար նաև կարևորության մասին պետք է մի փոքր իմանանք։ Ուրեմն գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Գիտնականները հայտնաբերել են, որ նյութեր ֆալկորինոլ եւ ֆալկոլինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները։ Գազարը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։ Գազարի մեջ պարունակում է հզոր հակաօքսիդանտ բետա-կարոտին։ Այն կանխարգելում է բջիջների ծերացումը։ Իհարկե մենք տերմիններին այդքան լավ ծանոթ չենք, բայց բացատրությունը այստեղ եւս ուրեմն բացատրված է։ Գազարը օգնում է մնալ առողջ։ Հակաօքսիդանտները եւ վիտամին A-ն օգնում են պաշտպանել օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Վիտամին A-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերը ու մաշկի խամրած գույնը։ Ինչքան կարևոր ուրեմն հատկություններ ունի, որի մասին մենք երևի թե չենք էլ մտածում, որ կարող է մաշկը թարմացնել, կարող է չորությունից դուրս բերել, այնպես որ նկատի ունեցեք։ Ուրեմն գազարը բնական հակասեպտիկ է, կարող է կանխարգելել վարակների տարածմանը, գազարը օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, գազարը օգնում է մաքրել օրգանիզմը, գազարը ատամները ու լնդերը առողջ է պահում։ Ահա կարծում եմ շատ կարևոր կետեր, այ նշեցի, որի մասին երևի մենք չենք մտածում եւ չենք անդրադառնում, բայց փաստորեն այսքան կարևոր է այն։ Այնպես որ շատ օգտագործեք, հաճախ օգտագործեք եւ այսօր էլ մենք փաստորեն գազարով թխուկ կպատրաստենք։ Ինչ էինք անում մինչ այս պահը։ Ուրեմն ընկույզը կտրատեցինք։ Ընկույզը կտրել ենք։ Եվս մեկ անգամ բարի ողջույն բոլորին։ Ես կասեմ, որ բարի արևներ ենք ուղարկում բոլորիդ եւ ասում ենք նախաճաշով սկսեք օրը, սա էլ շատ կարեւոր է։ Նախաճաշեք, հետո մեկ գավաթ համեղ սուրճ վայելեք, իսկ ավելի ուշ պատրաստեք այս թխվածքը եւ էլի կամ մեկ բաժակ տաք թեյով կամ մեկ բաժակ սուրճով վայելեք այս համեղ թխուկը։ Կանչեք ձեր հարազատներին, հարևաններին, բարեկամներին, ընկերուհիներին ու վայելեք։ Ահա։ Ուրեմն ընկույզը պատրաստ է։
Ես քիչ հետո գազարը եւս քերիչով կանցկացնեմ։ Արդեն պետք է այս process-ով զբաղվենք, բայց քանի որ մի փոքր երկար process է գազարի այս անցկացման process-ը, ես կթողնեմ մի քիչ ավելի ուշ, երբ դադար կլինի, ես այդ ընթացքում կանեմ։ Որպեսզի երկար չլինի այդ process-ը, Ադրինե, ես գազարներից մեկը կարող ես շատ հանգիստ կարող ես վայելել։ Անուշ լինի։ Ես քիչ առաջ կարդա ընկեր Ադրինեն կարդաց քիչ առաջ։ Ադրինե, ախր այնքան բաներ ասեցիր, որ ես հիմա չեմ կարող չուտել այս գազարը։ Այո, դու ճիշտ։ Իդեպ ասեմ, ես այն մարդկանց դասին եմ պատկանում, ով գազարն ուտում է սկզբից կողքի հատվածները, հետո վերջում նոր արդեն միջու երկար այդ մասը։ Բոլորս շատ սիրում ենք, փոքր ժամանակ էլ հենց այդպես էինք ուտում, ուրեմն պետք է վայելել։ Ավելացնեմ երկու բան գազարի հետ կապված, գազարը իր մեջ պարունակում է բավականին շատ կերոտին, եւ եթե դուք ուզում եք արևարույկը ունենալ լավ համառայնաշրջանում, ապա այդ ընթացքում գազարը ֆրեշ արեք, ինչպես ասում են, հա, եւ հյութ պատրաստեք եւ խմեք արևայրուք ստանալու ժամանակ եւ կտեսնեք, որ իրոք շատ գեղեցիկ արևայրուկ եք ստանում։ Արևայրուկի մեծն վարպետը ձեզ հուշումներ կատարեց, այնպես այո, շատ նա տեղյակ է այս մասին։ Նաև ասեմ, որ երբ փոքր էինք, հատկապես ես, որ սովորում էի պարարվեստի ուսումնարանում, մեր ուսուցիչները ասում են գազար շատ կերեք եւ վիտամինների հետ կապված է այդ օգտակարության առումով եւ իմունային համակարգը ամրացնելու համար եւ էներգիա ստանալու համար շատ էներգիա է փոխանցում օրգանիզմին եւ իհարկե բոյովանալու համար ասում են գազար կերեք որ բոյով լինի։ Մեզ փոքր ժամանակ միտեղ ասում են գազար կերեք որ բոյովանաք։ Նաեւ նշում էին եթե գազարը դանդուրի հետ ուրեմն համատեղես շատ ավելի դանդուր։ Հա, բոյով դանդուր։ Այո, բոյով Սուրեն, այսպես կգամ իմ բանկասի հարամ կան։ Հանգարան գնա, ինչ ենք անում դա։ Հիմա ինչ ենք անում, քանի որ այս process-ը երկար է թողնենք մի կողմի վրա, սիրելիներս չափաբաժին որպես այդպեսին չեմ ասում, օրինակ ասեմ 3 հատ գազար կամ 4 հատ գազար, դա ըստ հայեցողության թող գազարը ներառեք այս թխուկի մեջ, նո մաքսիմում 4 գազար, նայած չափաբաժինը ինչքան է լինում։ Ես ունեմ ծառամ անգիստ։ Ուրեմն 3 հավկիթ ենք օգտագործելու։ Ես այս իմիջայլոց բաղադրատոմսը ես մշտապես սա եմ շատ հաճախ եմ այս բաղադրատոմսով պատրաստում ինձ թվում է ամենահեշտ ամենամատչելի այսպես ձեռքի տակ մշտապես կա այս բաղադրիչները ամենահարմար տարբերակը սա է եւ այս խմորի մեջ կարելի է յուրաքանչյուր բան ավելացնել չրերի տեսականի ընդեղենի տեսականի գազար ավելացնել չգիտեմ հատապտուղներ ավելացնել շոկոլադ ավելացնել, ինչ որ, այսինքն այնքան ունիվերսալ խմոր է, որ կարելի է ամեն բան այստեղ ավելացնել Հաղորդավարներին ավելացնել մեջը Եվ դարձնել յուրահատուկ մի ուրիշ բան Ահա, այսպես, ունենք 3 հավկիթ, ես այստեղ օգտագործելու եմ 1.5 բաժակ շաքարավազ, հիմա բաժակ բերեմ Վաու Ահա Ցանկության դեպքում կարող եք նաև վանիլին այստեղ ավելացնել, ես էլ կավելացնեմ, կարծում եմ, չգիտեմ ինչու չեմ պատրաստել, երևի վրիպել է այդ պահը, բայց քիչ հետո կավելացնեմ։ Ոչ մի բան չի վրիպել։ Այո, բայց վրիպես որ այո։ Պարզապես մի փոքր աչքաթող է արվում։ Հա, ակնոցներս չի դրել։ Դա էր պատճառը։ Մենք ունենք 3 րոպե մինչև դա թարադրին, ռեժիսորականից մեջ արդեն հետ հաշվարկ է անում։ Շատ բարի, ես հիմա մի փոքր այսպես ձայն պետք է ձայնային Այս ընթացքում դուք միացեք հաճելի երաժշտություն։ Այո։ Մի քանի վայրկյան ես հարեմ հավկիթը։ Ամեն դեպքում ձայնայինը այդքան էլ ուժեղ չէ։ Ես ավելին էի սպասում։ Լավ է։ Այո, ես շատ բարձր չեմ միացրել։ Ես հիշում եմ, այսպեսի բաներ կային, որ խփում էիր անընդհատ, որ Մենք ունենք։ Էլի ունենք։ Այս սրա հետ։ Այո։ Այո։ Ախր ժամանակակից խոհանոցը արդեն դա դժվար է, 1-2 արդեն հարված վիճակում է, այո, նոր աշխարհբանություն են Այո, իհարկե միքսերները, հարիչները Գիտես որ հայ է, այս միքսերի, այսինքն ատամիկները, այս խառնիչները Այո, հեղինակը հայ է Խնդրեմ
Հայի մատը խառն է։ Ամենտեղ եւ ամեն ինչում ես կարծում եմ դա ապացուցված է արդեն։ Եվ արդեն կամած սկսում ենք դանդաղ խառնել նաեւ շաքարավազը, մի փոքր ամեն անգամ ավելացնելով լավ հարենք։ Իմիջիայլոց ուզում եի ասել, սիրելիներս, մենք ունենք նաև մեծ հարիճ, այն շատ սիրուն, գեղեցիկ հարիճներ, ահա այնտեղ ներքևում դրված է, ինքը էս մեծ պատկերացրեցիք պրոֆեսիոնալ հարիճ։ Որ հիմա դա այստեղ դնենք։ Բայց հա, մի փոքր թե տեղը անհարմար է եւ թե մի փոքր այսպես նախապատրաստական աշխատանքներ էր պետք, այնպես որ մենք բոլոր հնարավորությունները ունենք։ Եվ իմիջիայլոց ասեմ, որ ճիշտն ասած չեմ կարող ասել երբ է ստեղծվել ընդհանրապես հարիճը, բայց վերջին շրջանում 50-ականներին այո, երևի թե եւ վերջին շրջանում ավելի այսպես մոդեռն են դարձել, ավելի հարմարավետ են դրանք դարձել։ Դե հիմա ավելի հեշտ է նման բառականներով պատրաստել, շատ արագ։ Այո։ Արագացել է պատրաստման process-ը։ Շատ։ Դրա համար այս ձեռքի հարիճները արդեն վաղուց մոռացվել են եւ մաքսիմում ձվածեղ պատրաստել։ Մաքսիմում այո, մի քանի հավքիթ հարել, ձվածեղ պատրաստել։ Ահա, ավելացում ենք մյուս մասը շաքարավազի։ Այսպես ամբողջ process-ը շարունակվելու է, իսկ հետո արդեն պատրաստվել է, ինչպես ասում են, գազարով, ճիշտ եմ ասում, գազարով տորտ։ Հա, այո, գազարով թխուկ ենք պատրաստում, գազարով կարկանդակ չէ, երևի թե թխված, քեյք, այո, կեքսի տարբերակ թխվածք ենք պատրաստում, բայց հաշվի առնելով, որ գազարը պրծավ, հանգիստ ունենք, ընկույզ գազար համադրությունը շատ ճոխ է և այստեղ իհարկե դարչին ենք օգտագործելու ու այսպես, կարծում եմ մեր տնային տնտեսուհիները շատ համեղ լավ բաղադրատոմսեր ունեն, նաև կարծում եմ գազարով տարբերակներ պատրաստում են և ունեն, իմիջիայլոց այս վերջերս շատ տրենդային է դարձել գազարով թխվածքը, շատ բոլորը սիրում են, պատրաստում են, երևի թե իսկապես, երբեմն մտածում ես գազարը ոնց կլինի։ Ես քեզ ասեմ ավելին, իմ ընկերներից մեկը պատրաստում է բազուկով։ Այո, բազուկով ես էլ եմ պատրաստում, շատ համեղ է, այո, իրավացի ես։ Եվ իհարկե մենք ես խոստանում նրանից իմանալ բաղադրատոմսը։ Ահա, բարի։ Եվ մի օր անպայման մեզ մոտ պատրաստենք։ Ես մեծ ուրախությամբ, ես ինքս էլ բազուկով պատրաստել եմ, բայց շատ ուրախ կլինեմ, որ եւս մեկ բաղադրատոմս փոխանցես ինձ, եւ մենք մեծ սիրով կպատրաստենք։ Ես իմիջիայլոց նշեմ, նաեւ պատրաստում են գազարով մուրաբա, որը շատ համեղ է էլի, ինչպես նաեւ բազուկովը, այսինքն սրանք բանջարեղեններ են, որի մեջ շաքար կա, դրա համար իրեն այսպես քաղցրեղենի մեջ օգտագործելիս շատ հաճելի է լինում։ Երբեմն անունը լսում ես գազար, իմիջիայլոց գազարի հայերեն տարբերակը ստեպղին է։ Կարող ենք մենք չենք օգտագործում հայերենում մեր առօրյայում, բայց ունենք 4 ստեպղին, մնաց 3 ստեպղին։ Ստեպղին շատ գեղեցիկ է։ Հաղորդավարը շատ այսպես պրոֆեսիոնալ կերպով ավարտին հասցրեց շատ անուշ լինի, ընկեր Ադրինեն ասում է, որ գազար ստեպղ Շնորհակալություն ընկեր Ադրինեին, հիմա ինչ ենք անում, ուղղակի հարում ենք սա։ Մեր հեռուստադիտողին ասենք, որ շաքարավազը լավ պետք է հարենք, ես այստեղ մի փոքր վանիլին ուրեմն կավելացնեմ, մնացած գործողությունները էլի կթողնենք, որպեսզի հեռուստադիտողի հետ միասին անենք, ու դադարի ընթացքում ես գազարը քերիչով կանցկացնեմ։ Շատ լավ, հիմա դադար կլինի, որից հետո արդեն տաղավարում ողջունել ենք մեր հյուրերին, խոսել ենք բավականին հետաքրքիր նախագծի մասին, որն արդեն իր իրականության մեջ է, այնպես որ հետևեք մեր ծրագրին, լինելու է շատ հետաքրքիր հարցազրույց։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ունենք հրաշալի նորություն ATV հեռուստադիտողների համար, նոր նախագիծ ATV-ում ես։ Նախագիծը միտված է բացահայտելու իրենց ոլորտում առաջատար անհատականություններին, ընկերության հիմնադիրներին, գործարարներին, մշակույթի եւ այլ ասպարեզների մարդկանց, նրանց, ովքեր հայտնի են եւ նրանց, ում չեն ճանաչում։ Եվ այսօր մեր տաղավարում են հյուրընկալվել ես նախագծի հեղինակ Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող հաղորդավար Արթուր Բախտամյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Եվ մեդիա պրոդյուսեր, ես նախագծի պրոդյուսեր Մարինա Մարյանյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։
Պարոն Բախտամյան, ես պիտի խոստովանեմ, որ երբ հեռուստատեսությունում ես այսպես նոր անում եմ իմ քայլերը, ես հետևում էի ձեր հարցազրույցներին, որտեղ ինձ հետաքրքիր էր ինչպես վարել հարցազրույց, որովհետև դուք ես պետք է խոստովանեմ եւ դա իրականությունն է այս դաշտում եւ հենց այդ ասպարեզում գուրուն եք կարելի ասել հեռուստատեսությունում։ Այնպես որ ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ, որ այսօր ունեմ հնարավորություն ես ձեզանից վերցնել հարցազրույցը։ Այն նախորդ ժամանակ շարունակ մտածում էի, երբ է գալու, երբ ես սկսեմ պատասխանել, այլ ոչ թե դիմացինը։ Ահա, ես սկսեմ պատասխանել։ Եկեք հենց եսից էլ սկսենք, որովհետև շատ են նախագծերը, շատ մեծ պատմություն ունեք հեռուստատեսությունում, այսօր վերադառնում ենք ես տարբերակով։ Ես, ինչի ես, դա եսի արժեքավորումն է, թե էգոյի մի փոքր զսպումը մարդկանց մեջ, ովքեր գալիս են ձեզ հյուր։ Եվ ձեր նշած առաջինը եւ երկրորդը կա եւ կա նաեւ երրորդը, որը որոշակի հեռուստատեսային իմ չներկայությունից, ոչ թե բացակայությունից, չներկայությունից հետո ուղղակի սկսում ես մտածել, իսկ մենք երբ գործ ենք անում մեր ամբողջ կյանքի ընթացքում, ընդհանրապես դասակարգում ենք մեր ցանկությունները, մեր զգացմունքները, մեր սերը, ատելությունը, ունակությունը ու գիտենք թե ինչ ենք ուզում։ Եվ նրանք ովքեր որ ես ինքս այդ հարցերին բազմիցս պատասխանել եմ ինքս ինձ։ Եվ տարբեր ժամանակ։ Եվ շարունակ չէր գտնվում ճիշտ, որը կարող է լինել մի դեպքում ուղեցույց, մի դեպքում չհամաձայնվեն եւ այս եսը հիմնականում ոչ թե կոնկրետ մեր հյուրերին բացահայտելու համար է, այլ իրենց միջոցով մարդկանց հետ խոսելու, թե ինչ են իրենք ուզում, շարունակ ասելով ես։ Եվ վերջապես հաջողելու համար հիմա, երբ կան տարբեր տեսակի թելադրվող չափանիշներ, մարդը պետք է ի սկզբանե առաջին հերթին հենց ճանաչի իր սեփական անհատականությունը։ Ինչպես նշեց պարոն Բախտամյանը, ամենագլխավորը իրականում հենց մեր մեջ է եւ այդ եսն է։ Ու ճանաչելով դա մենք կարող ենք կամ ճիշտ տեղ զբաղեցնել կյանքում, կամ գուցե ավելի կատարելագործվել եւ զբաղեցնել վերջապես հասկանալ ինչ ենք ուզում, ոնց ենք ապրում, ինչ որ մի պահ դադարել այդ անընդհատ վազքի մեջ, ինչ որ միտեղ հասցնելու, ինչ որ միտեղ մեկին համապատասխանելու, հա, արդարացնելու սպասումները դադարել եւ պատասխանել այդ բոլոր հարցերին, որոնց գրեթե բոլորը սկսում են եսով կամ եսի հոլոված տարբերակներով։ Շատ հետաքրքիր է why-ով yes տարբերակը եւ շատ հիշվող է ինձ համար գոնե միանգամից տպավորվել է։ Ինչի why-ով։ Դե սա արդեն մեր ստեղծագործական կազմի եւ քննարկումների իդեպ այս նախագծի վրա մենք շատ ենք Ես կարող եմ իրականությունը ասել։ Ես կարող եմ ասել։ Ինչի վայով, որովհետեւ երբ որ մարդը համարձակություն է ունենում առաջին հերթին այո ասել, մասնակցել նախագծում, որովհետեւ դա իրականում մեծ վստահություն է պահանջում, որ դու գաս եւ պարոն Բախտամյանի արչեւ բացես ինքդ քեզ։ Երբեմն այդ հարցերը քեզ ոչ ոք կյանքում այդպես չի տա։ Հարցներ պարոն Բախտամյանի արչեւ ինքդ քեզ։ Նա հայելի է միանգամից դնում։ Դրա համար վայով տարբերակ ինչ որտեղ խորհրդանշում է նախագծի այո ասելը, ինքդ քեզ այո ասելը եւ ընդունելը քեզ այնպեսին, ինչպեսին որ դու կաս։ Դրա համար այդ խաղը, տարախաղը այսպես ասած, այո։ Պարոն Բախտամյան, ձեզ մոտ հյուրընկալում են մարդիկ, ում ճանաչում են եւ նույնիսկ չեն ճանաչում, բայց իրենք իրենց ասպարեզում բավականին արդեն կայացած են։ Մարդիկ, ովքեր ունեն արդեն իրենց գործում պատմություն, այս դեպքում ձեր միջոցով բացահայտում են իրենց եսը։ Եսին ճանաչելը բերում է նաև վտանգավոր մի կետի, հա, երբ որ շատ ես ճանաչում քո եսում, եսը դառնում է էգո, սև էգոն, որն արդեն սկսում է ներսից քեզ ուտել եւ այդ ամենը արդեն տարածել հասարակության համար։ Արդյոք այնպես եք անում, որ այդ սահմանը չանցնի։ Ես վստահ եմ, որ այդպես եք անում։ Ուղղակի ո՞նց եք անում, որ այդ սահմանը չանցնի հյուրը իր եսից դեպի իր էգոին։ Ինձ թվում է իրականում երբ հյուրերի հետ սկսեցինք աշխատել եւ շատերը կային, որ նույն ձևի խուսափում են կամ հարկ չեն համարում այդ եսը, բայց ընթացքում սկսեցինք հասկանալ, որ ընդհանրապես այս խաղը նաեւ, հա,
իրենց էլ է շատ դուր գալիս, որովհետև առաջին անգամ գուցե բարձրաձայն ինչ որ ձևակերպումներ պետք է տան իրենց գործի, իրենց շրջապատի, իրենց հարևանի, սիրած կնոջ կամ տղամարդու վերաբերյալ եւ այդ ձևակերպումը արդեն իրենցից դուրս է գալիս եւ որոշակի ձևով դառնում է իրենց նկատմամբ գնահատման եւ վերաբերմունքի համաձայնեք, որ բարդ է գնալ այդ քայլին։ Այո, եւ իրական դա հնարավորություն է, որ իրենք էլ իրենց ճանաչեն։ Հյուրերից շատ-շատերն են նշում, որ երբեք չեն մտածել, օրինակ իրենք երբևէ ինչ կարող է իրենց հիացնել։ Անկամ եղել են հյուրեր, դե եթե պարոն Բախտամյանը թույլ տա մի փոքր բացենք ստեղծագործական Այնինչ կարելի է բացիր։ Այո, այնինչ կարելի։ Եղել են հյուրեր, ովքեր դե որոշակի մինչ այդ հանդիպում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես են իրենք ուզում իրենց ներկայացնել, ու կային մարդիկ, ովքեր դժվարանում են պատասխանել, պատրաստ չէին նման անկեղծ զրույցի եւ ժամանակ էին խնդրում, որ մտածեին հարցերի հետ կապված, որովհետև դա իրենց համար էր հնարավորություն իրենք իրենց ճանաչելու ու ի վերջո հասկանանք ինչպիսի մարդկանց է կպնում հաջողության պիտակը, որտեղ այնպես ստացվեց, որ բոլորն էլ հաջողակ մարդիկ են այստեղ ու հասկանալով նման մարդկանց մտածելակերպը շատ հնարավորություն ենք տալիս երիտասարդներին ու ոչ միայն իրենց իհարկե համապատասխանել այդ հարցերին, բայց նաև ինչ որ բան սովորել իրենցից։ Ու ամենակարևորը, որ այս դաշտը չի դառնում ոչ քննչական սենյակ եւ ոչ խոստովանության եւ ապաշխարության ինչ որ տարածք, չէ։ Որովհետեւ հաղորդավարը չի թողնում։ Գիտեմ այդ արդեն։ Շատ նուրբ է գծում այդ սահմանները, որը արդեն հաղորդավարը չի թողնում, որպեսզի անցնի։ Եվ դա ձեր վարպետության շնորհիվ է։ Շնորհակալ եմ։ Պարոն Բախտամյան Սուրյանը նշեց, որ ձեր հարցազրույցներն է շատ սիրում դիտել, ես բացի դրանից նաև շատ սիրում եմ դիտել ձեր մասին, ձեր կենսագրական պատմության մասին տարբեր հաղորդումներ, եւ ձեր մասին շատ ասում են, որ դուք ավելի շատ սիրում եք լսել, քան խոսել։ Ինձ հետաքրքիր է հարցազրույցի ընթացքում որն է ձեզ համար ամենահաճելի պահը process-ի մեջ, որտեղ եք դուք ամենամեծ հաճույքը ստանում։ Ամենահաճելի պահը, երբ դու զգում ես, որ միանգամից ստացվեց կոնտակտը հյուրի հետ եւ մեկ հարցից հետո ինձ նույն կերպ շատ ասել են ժամանակին, ասում են, բանը հարցը տալիս ես ու ավտոպիլոտը միացնում ես։ Ու ընդամենը պետք է լսել, իսկ մարդիկ ուզում են լսվել։ Այո։ Եվ արդեն ինքն իրեն գնում է, արդեն կարևորը ճիշտ հարցն է, որից հետո դու հանգիստ կարող ես լսել, իրոք լսել, ոչ թե ուղղակի ընկնես քո մտքերի մեջ ու գնաս, հետո գաս մի հատ էլ հարց տաս։ Եվ ես նկատում եմ, որ մեզանում գուցե մարզիչներ քիչ կան սովորաբար եւ նաեւ պետք է մարզեն հաղորդավարներին կարողանալու գտնել այն ճիշտ կետը, որից հետո դու հանգիստ կարող ես լինել, որ տեղի ունեցավ ձեր մոտ այդ քիմիան կոնտակտը եւ ստացվեց եւ գնաց։ Շատ լավ բան ասացիք լսել, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Հաճախ թերությունը կայանում է նրանում, որ շատ անգամ չեն լսում հյուրին եւ դա հենց արդեն տալիս է այդ կայծը, որով կտրվում է այդ ամենի, այդ թելը կարեւոր եւ իհարկե արդեն գնում է դեպի մեկ այլ կողմ։ Նկատել եք, մենք կյանքում էլ չենք լսում։ Այո, այդտեղից է գալիս։ Ես հիշում եմ մեկը իրենն է ասում։ Ֆիլմը, որը վերջերս օրն է COVID-ի ժամանակ հա ցուցադրվեց եւ Դիկապրիոն էր խաղում Don't Look Up, այսինքն մի նայր վերև, որտեղ հենց հաղորդավարները, որ հարցազրույց են վերցնում, նա բոլորին դադարեցնում է խոսել, ասում է մենք ամենամեծ ողբերգությունը մարդկության կայանում է, որ մենք իրար չենք լսում։ Եվ հենց դրանից էլ սկսում են բոլոր աղետները, որ մենք չենք լսում իրար։ Մենք ունենք նաև փոքրիկ անոց, որը արդեն պատտվում է հեռուստատեսությամբ, հիմա փորձենք եւս մեկ անգամ դիտել ու հասկանալ ինչի մասին է ծրագիրը, ավելի մանրամասն։ Ես սիրում եմ ծովը։ Ես ատում եմ դավաճանությունը, խաբերությունները, օրը, շաբաթը, կյանքում, քանի անգամ ենք ասում ես։ ATV-ն ներկայացնում է նոր նախագիծ, հեռուստատեսային մեծ վերադարձ, որը շատ սպասված էր։
Ես կարոտում եմ իմ մանկությունը։ Ես 20 տարի հետո ուզում եմ մնալ երիտասարդ։ Արթուր Բախտամյանը ATV եթերում։ Ես սիրում եմ, ես ատում եմ, ես կարոտում եմ, ես չեմ հանդուրժի։ Ես թոք շոու մայիսի 7-ից ժամը 20:45-ին։ Օրվա մեջ քանի անգամ եք ասում ես։ Ես սկսել եմ ես չասել։ Արդեն 2 անգամ ասեցիք։ Դա հաշվարկել է։ Պարոն Բախտամյան, ձեր հյուրերին տալիս եք հարցեր, որոնք ակնկալում են հենց շատ կտրուկ պատասխաններ։ Թույլ տվեք հիմա փոխվենք դերերով եւ շարունակելով հարցազրույցը մի քիչ մտնենք ձեր ֆորմատի մեջ եւ տանք այն հարցերը, որոնք տալիս եք ձեր հյուրերին։ Շարունակեք, ես սիրում եմ։ Ես սիրում եմ ծով։ Ես սիրում եմ լեռներ։ Ես սիրում եմ ձկնային խոհանոց։ Ես սիրում եմ ֆուտբոլ։ Ֆուտբոլ։ Ես Պրեմիեր լիգայի հետևորդ եմ Լոնդոն Արսենալի։ Ոչ մի խաղ բաց չեմ թողնում, սկսած հեռուստաէկրանից մինչև խաղադաշտ։ Անգլիական ֆուտբոլ, արագ ֆուտբոլ եք։ Այո, եւ անսպասելի։ Դու անգլիական ֆուտբոլում երբեմն եթե անտեղյակ ես չգիտես խաղացողներից ով է հետնապահը, ով է առաջինը։ Այնպիսի բան կարող է լինել։ Դե ինձ թվում է ես շատ ասացի, ես սիրում եմ։ Արդեն ասացի։ Իսկ խաղալ, թե միայն դիտել։ Չէ, դե ինչ խաղալ, չէ։ Խաղալ չէ, դիտել, քննարկել եւ հետո երբ ինչ որ մեկը ասում է ֆուտբոլից մի խոսեք, իմ մոտ այդ հարուստ տղերքը վազվզում են, մենք էլ նստած հիմարավարի նայում, ասում եմ լավ, այդ չեմ խոսի։ Ես էլ չեմ խոսի։ Իսկ ես զղջում եմ։ Զղջում։ Դե չէ, հա։ Չեք զղջում։ Չէ, ինչպես Էդիթ Պիաֆը իր երգում էր ասում, ոչ մի բանի համար չեմ զղջում, ոչ արած, ոչ չարած բաների համար, ռիադողյա չեմ։ Հետաքրքիր է, իսկ երբ եք արտասվում։ Գիտեք, կարող է Սա հարցեր են, որոնք դուք տալիս եք ձեր հյուրերին, ես հիշեցնեմ մեր հեռուստատողին, հիմա տալիս եմ ձեզ։ Այսինքն հեշտացրել եք ձեր այսօր։ Լավ, տեսեք, ես կարող եմ տարական մի բան, ասենք, մի հատ պարզունակ ամերիկյան ֆիլմում, երբ նայում են ու ասում են I love you։ Ես պաուզա է գնում, բայց իրենք բաժանվում են, էլի։ Ասում է I love you too։ Ու երաժշտությունը գնում է, ես զգում եմ, որ հիմա կարող է զառամ։ Իսկապես։ Էմոցիոնալ։ Էմոցիոնալ, հա։ Անսպասելի էմոցիոնալ։ Իսկ ձեր հյուրերը ձեզ հուզում են։ Իմ հյուրերը, գիտեք, ես իրենցից ավելի շատ չեմ հուզվում։ Ես սովորում եմ ինչ-որ իմաստով, որ տեսնում եմ, ինչքան կազմակերպված կարող են ձևակերպել իրենց միտքը, մարզված են։ Ընդհանուր առմամբ վերջի շրջանում ես այդ մարզանքին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում եւ կարծում եմ, որ մեր խնդիրները գալիս են, որովհետեւ նաեւ մենք չենք մարզվում։ Ընդհանրապես բոլոր բնակավարներում, մեր պրոֆեսիայի մեջ կամ մարզասրահ գնում ենք հագուստները ցույց տալու եւ հեռախոսով խոսելու հիմա բան է մարզանքի եմ չեմ կարող խոսել բան հա ասենց 5 հեռախոսով մտնում են բանը լող չասեմ ֆուլ մակիաժով Իսկ ինչի մասին եք երազում երազում եմ Arsenal Լոնդոնը դառնա չեմպիոն Չեմպիոնների լիգայի չեմպիոն մի խաղ անհաջող անցկացրեցինք, բայց ոչինչ, 1-0
Պատկասեք ինչքան մեծ ես չեմ ասել։ տխրում։ Այո, ես չեմ տխրում։ Անկամ նախագծի նկարահանման ժամանակ լինում ա որ Յուրի գալուց ամիջապես առաջ պարոն Բախտամյանը սկսում էր ֆուտբոլային հույզերով բոլորի հետ կիսվել, ոգևորված։ Տեսակ, երեք չտեսակ։ Շատ լավ, մենք մաղթում ենք նախագծին շատ երկար կյանք, որովհետև համոզված ենք այդպես է լինելու են, շատ բացահայտումներ կան անելու։ Մենք մեզ թվում է թե ճանաչում ենք բոլոր այն մարդկանց, ում ճանաչում ենք, բայց Արդեն ճանապարհում եք մեզ։ ցավոք սրտի այո, հերոստատեսություն մարդ է եւ գիտեք եթերաժամ ինչքան Գիտեմ, սահման ուղղակի տրամադրված է մի քանի օր։ Մենք դες կհյուրընկալենք մի քանի օր սիրով, նույնիսկ կուղարկենք մեր Ադրինեի հետ խոհանոց, որովհետեւ այնտեղ համոզված ենք, որ շատ անհայտ պատրաստում։ Մենք միասին հաստատ Համեղ բան կպատրաստեք։ Դե կսպասենք, ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չորգինին, քանի որ ասեցիք, որ ձկնատեսակ խոհանոցի սիրահար եք, իսկը հենց սա է, սա ձեզ, շնորհակալություն։ Եվ կան արև բացիկներ, որոնց մեջ ներառված են հայտնի երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ։ Ես երկար էի մտածում, թե ձեզ որը նվիրեմ, եւ քանի որ հաղորդումը կոչվում է Yes, ուզում եմ ձեզ նվիրել մի երգից բառերով բացիկ, որը մի քիչ ուրիշ ձև է, սպրոտի երգից է։ Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր։ Սա ձեզ։ հրաշալի։ Եվ ձեզ էլ նվիրում եմ Հայկոյի երգից վերև սիրո ճամփով դեպի վերև։ Այնինչ պակասում է, շնորհակալ ենք։ Սա սենց ճպացնում ենք։ Եվ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Շնորհակալություն ու մենք անհամբեր սպասում ենք արդեն եթերների։ Լավագույն եթերը նա է, որտեղից չես ուզում գնալ։ Շնորհակալ ենք։ Ձեր այս գնահատականը մեզ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, ես եկել եմ շատ սիրելի Ադրինեի կողքին, որովհետեւ այսօր ոչ միայն ինքն է շատ քաղցր, այլև Բաղադրատոմսն է շատ քաղցր, որը ինքը առաջարկում է։ Դու էլ եկել ես ավելի քաղցրացնես մեր օրվա Բաղադրատոմսը։ Այո, որովհետեւ այսօր շատ համեղ, քաղցր համերով եւ այսպես կարեւոր բաղադրիչներով թխվածք ենք պատրաստում։ Ինչ արեցինք մինչ այս պահոսոն ջան, հեռուստադիտողներին եւս մեկ անգամ կրկնենք, 3 հավկիթ, 1.5 բաժակ շաքարավազ եւ այն վանիլինը, ինչի մասին մենք խոսեցինք, որ ես մոռացել էի դնել սեղանին, ես ընթացքում ավելացրեցի։ Իհարկե, ավելացնելուց հետո լավ հարել ենք եւ հիմա պետք է շարունակենք։ Հիմա ինչ ենք անում։ Ես նշել եմ հեռուստադիտողին, որ սա ամենաունիվերսալ խմորի տարբերակն է, որի մեջ որպես միջուկներ կարելի է բազմապիսի բաներ օգտագործել։ Այսինքն ըստ ճաշակի մենք այսօր ընտրել ենք գազարը եւ ընկույզը, հեռուստադիտողը կարող է չրեր օգտագործել, ընդեղեն, հատապտղի տեսականի, այնպես որ ընտրությունը ձերն է։ Շոկոլադ ուղղակի հնարավոր։ Շոկոլադ, այո, անպայման։ Հատիկավոր շոկոլադները շատ համեղ են լինում, երբ այսպես տեղադրում ես եւ շատ ճոխ վերևում ես թողնում զարդարանքի համար։ Վերջ, ամեն բան պարզ է։ Եվ այստեղ ես քեզ կխնդրեմ սոդան բացես եւ մի փոքր սոդա լցնես մածնի մեջ։ Հիմա պետք է մածունը եւ սոդան հարենք։ Մի փոքրը ինչքան։ Շատ լավ է, շատ ճիշտ չափով էլ վերցրեցիր, շնորհակալ եմ։ Բայց մինչ այս բոլորը անելը, ես չմոռանամ ասեմ, որ այստեղ պետք է ավելացնենք բուսայուղ, այսինքն ավելացնենք բուսայուղը, հետո նոր մածունը եւ սոդան։ Ես կավելացնեմ ուրեմն աչքա չափով, դուք կարող եք ձեր իմացած չափով կամ մեկ սուրճի գավաթ, այսպես ասած, կարելի է այդպես օգտագործել մեկ սուրճի գավաթ։ Ահա, կարծում եմ շատ լավ է։ Ահա։ Մի փոքր հարենք։ Ահա։ Այսպես, եւ արդեն անցնենք առաջ մեր սոդան եւ իհարկե մածունը այստեղ ավելացնելով, եթե գթալի օգնությամբ դու օգնես ինձ, մենք լցնենք 1 եւ 2, 2 թեյի գթալ կամ 1 ճաշի գթալ, սիրելիներս, ահա, լավ խառնենք եւ իհարկե ուղարկենք մեր զանգվածի մեջ։ Իդեպ,
Մինչ դու այս գործընթացը անում ես, ես ուզում եմ ասել, որ դու այսօր շատ կերպարային ես։ Այո։ Այո, եւ շատ այսպես, չգիտեմ, ֆիլմային ինչ-որ կերպար ես հիշեցնում, ինձ շատ է դուր գալիս։ Հաճելի է, լսել, այսպեսի հաճելի ուրեմն կոմպլիմենտներ, հաճոյախոսություններ, շատ հաճելի է, շատ տրամադրող։ Եվ շատ անկեղծ։ Ես վստահ եմ, իհարկե, անշուշտ, ես վստահ եմ դրանում խոսք լինել նույնիսկ չի կարող։ Երևի թե չգիտեմ, Սուրենն էլ ինձ ուսուցիչ չունի։ Այո, յուրաքանչյուրիս մոտ ինչ-որ տարբեր ասոցիացիաներ են, բայց կերպարային այսպես կադրում էլ նաև շատ կերպարային, չգիտեմ, ակնոցը որքան է գործի մեջ քեզ հիմա խանգարելու կամ չգիտեմ, անհարմարություն պատճառելու, բայց եթե ինձ մնար, ես կուզեի ամեն օր աչքերիս լինել։ Յուրաքանչյուր առավոտ այսպես։ Գիտեք, անկեղծ ասած, ես արդեն շատ անհրաժեշտ է ակնոց կրել, չգիտեմ, արդեն երևի տարիքս է ասել այդ նշաձողին, որ պետք է ակնոց կրել, եւ այո, հիմա մշտապես փորձում եմ սովորեցնել ինձ, երբեմն մոռանում եմ այն կրել, որովհետեւ թոուբոյի մեջ ես լինում, չես հիշում, բայց հասկանում ես, որ դա շատ քեզ պետք է։ Ես հիմա փորձում եմ ինձ սովորեցնել ակնոցները կրել, որպեսզի շատ ավելի ինձ արդեն մոտիկը այնքան տեսանելի չի, այո, դրա համար։ Բայց հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի լույս ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք հիմա խոսելու ենք առողջ ապրելակերպի մասին, որովհետեւ բազմիցս նշում ենք, այսօր եւս մեկ անգամ կկրկնենք, որ դա շատ կարեւոր է, պետք է հետեւել առողջությանը, մարզվել եւ մշտապես տոնուսի մեջ լինել, իսկ քանի որ մեկ ամսից ընդամենը արդեն ամառ է, պետք է նաեւ հետեւել կազմվածքին եւ իդեալական կազմվածքը իհարկե ձեռք կբերեք Hill սպորտային համալիրում։ Մի քիչ իհարկե կտանջվեք, բայց հետո արդյունքից հաստատ գոհ կլինեք։ Դե բնականաբար պետք է մի քիչ տանջվել, որպեսզի կարողանալ ստանալ այն երազած արդյունքը, որը հաստատ հենց ձեզ համար է։ Այս հարցում նաև օգնում են ճիշտ մարզվելու հարցում, օգնում են նաև պրոֆեսիոնալ մարզիչները, ովքեր Hills սպորտային համալիրում միշտ պատրաստ են կանգնել ձեր կողքին, եւ որպեսզի ձեր մարզումը լինի ճիշտ եւ որակյալ։ Այս պայն էլ տեղափոխվենք այնտեղ ու հասկանանք ինչ մարզատեսակ է մեզ առաջարկվում։ Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում ես Hills սպորտային համալիրի ուժային բաժնում եմ։ Եվ այսօր այստեղ փորձել եմ մարզել ուսերս։ Շատ կարևոր մկամներ, որոնց մարզելը պիտի լինի շատ զգույշ, որովհետև ցանկացած սխալ շարժում կարող է հանգեցնել տրավմաների։ Այդ զգույշ մարզումների համար ինձ օգնելու է մարզիչ Արտուր Նաջարյանը։ Դե, գնանք եւ մարզվենք։ Ուրեմն հիմա այսօր աշխատացնել ենք ուսի միջին մկամները, այսպես աշխատելով։ Կարևոր է աշխատանքի ժամանակ մի քիչ կրանալ առաջ, մի ոտք առաջ, մի ոտք հետ, որպեսզի աշխատանքի ժամանակ շատ այս շարժը չլինի։ Հնարավորինս փորձում ենք կրճատել այդ աշխատանքը, դրա համար մի քիչ կրանալու ենք առաջ։ Արմունկները կարևոր է լինի։ Մի փոքր ներքև պահված ու արտաշնչելը պարտադիր։ Կարևոր է, որ արագ չանենք վարժությունը, ֆիքսեցինք, դանդաղ իջեցրեցինք։ Հիմա Սուրեն ջան, աշխատացնում ենք առջևի մկանները, ուսի, կարևոր է մի փոքր անկյուն պահպանենք այստեղ, որպեսզի աշխատանքը մի քիչ ավելի դժվար լինի։ Հիմա ցույց եմ տալիս։ Բռնվածքը նեղ բռնվածք, արտաշունչ, խորը շունչ։ Պաուզան ցանկալի է վերևում մի փոքր, դանդաղ իջեցնելով։ Բարձրացնես արմունգդ մի ծալի, ուղիղ, արմունգդ ուղիղ անի, ապրես դու զգադի։ Հիմա աշխատացնում ենք Սուրջան հետևի մկանները ուսի, աշխատանքը էլի մի քիչ նակլունը պահպանելով,
կրանում ենք լավ ներքև, կրծքավանդակով հենվում ենք լավ, ոտքերը առաջ բերված, ուշադրություն ենք դարձնում, որ գանտելը ուղիղ չլինի։ Լավ, մի փոքր թեքում ենք դեպի դուրս ու արտաշնչելով։ Վերևում պաուզա, երբ որ իջացնում ես արմունկները դբար, ուսերդ կախի, ապրես, նայ գանտեները չեն կողում, այսեն դեհանում։ Սուրջան, նայ ուրեմն լայն բռնված կա, ուսի հետին հատվածի մկաններն ենք նորից աշխատացնում, արտաշունչը վերևում ու դեպ։ Ճիշտ նակլոնը առաջա։ Օրը շեցինք։ Հիմա ինձ նայելով մի հատ բեր այստեղ, ապրես, մի հատ մեկ, արմունկները չբացես, պատկերացու բիցեպս ես անում, 90-ները պետքա պահեն։ Ուզում իմ խորին շնորհակալությունները հայտնել հենց մարզիչին, որովհետև շատ կարևոր էին նրա ցուցումները, քանի որ ինչպես արդեն նշել է, եթե սխալ մարզեի, ապա կստանայի տրավմա եւ իհարկե երկար ժամանակ էլ չէի կարող շարունակել մարզում ներս։ Այնպես որ գալով Hill սպորտային համալիր, դուք անընդմեջ ուշադրության կենտրոնում եք մարզչի կողմից։ Սա շատ կարևոր է։ Այո, Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր մարզիչներին, ովքեր Hill սպորտային համալիրում միշտ մարզվողների կողքին են եւ տալիս են ճիշտ ցուցումներ, այնպես որ սա հեշտացնում է ձեր աշխատանքը արագ արդյունքի հասնելու համար։ Դե մենք էլ հիմա շատ քաղցած ենք, Սոնա։ Այո, եւ քաղցր առավոտ ունենալու համար տեսնենք թե մեր շատ սիրելի Ադրինեն որ փուլում է։ Ադրինե, Շնորհակալ եմ սիրելիներս, բարի ողջույն իմ թակագին հեռուստադիտող։ Այսօր պատրաստում ենք գազարով շատ համեղ թխված։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Արդեն ունենք պատրաստի զանգվածը, որտեղ կա հավկիթ, ուրեմն շաքարավազ, սոդա, քացախ, մածուն, բուսայուղ եւ հիմա պետք է ընդհանրապես խառնենք ալյուրը։ Ալյուրը նախապես մաղել եմ, այն բաժակով ինչով որ այս բաղադրիչները ավելացրեցի, նույն բաժակով 2 բաժակ ավելացնում եմ նաև ալյուրը։ Ալյուրի մեջ ցանել եմ մի փոքրել աղ, սա էլ է կարևոր, մաղով անցկացված եւ հիմա պետք է սկսենք խառնել մեր ալյուրը։ Ահա այսպես սիրելիներս ստացանք ոչ շատ պինդ խմոր, հենց այսպես էլ պետք է, ես հիմա գթալով այս բահիկով եւս կխառնեմ, ընդհանրապես ասում են պետք է ալյուրը ավելացնելիս ոչ թե հարիչով հարել, այլ հենց թեթև բահիկով հարել, որպեսզի խմորը ավելի թեթև ստացվի, այնտեղ պետք է մի փոքր թեթևություն փոխանցել, իսկ հարիչը մի փոքր ծանրացնում է այդ ամենը, բայց ոչինչ, քանի որ մենք ժամանակի խնդիր ունենք, մեզ պետք է շատ արագ հարել այս ամենը։ Ահա, այստեղ ավելացնում ենք, արդեն ժամանակն է ավելացնենք մեր գազարը, քերիչով անցկացված գազարը, ես այստեղ 3 գազար եմ քերիչով անցկացրել, կավելացնեմ, ահա, կավելացնեմ նաև ընկույզը կտրատված, թող առատ լինի, որպեսզի շատ ավելի համեղ եւ օգտակար այն դարձնի, այս մի քիչը կթողնենք վերջում կավելացնենք մեր խմորի վրա եւ այստեղ ավելացնենք դարչինը, ահա,
ավելացրեցինք դարչին, խառնենք, ներքևից վերև, այսպես խառնելով, որպեսզի կարողանանք խմորին թեթևություն փոխանցել։ Այսպիսի հետաքրքիր բաներ, տեսնենք թե ինչ կստացվի վերջում։ Իհարկե սիրելիներս, բավականին երկար ժամանակ ես սպասեցի, այսինքն խմորը շատ երկար մնաց, որովհետև ես պետք է փուլ առ փուլ ցուցադրեի ձեզ այս ամենը։ Սակայն շատ կարճ ժամանակ է պետք այս խմորը պատրաստելու եւ թխելու համար։ Երևի թե 10-15 րոպե կտևի այս բոլոր բաղադրիչները միախառնելը, ավելի քիչ 10 րոպեում կխառնեք այս ամենը եւ 30-ից 35 րոպե կթխվի։ Այսինքն 1 ժամվա ընթացքում կարելի է այս համեղ թխուկը պատրաստել։ Ահա, ես համարյա ավարտեցի իմ աշխատանքը։ Ուզում եմ այնպես խառնել, որպեսզի գազարը ամբողջությամբ միախառնվի, թաթախվի ամբողջությամբ այս զանգվածի մեջ, դա շատ կարեւոր է։ Այո, արդեն դու հասել ես թխման process-ի։ Այո, ավարտին ենք հասել մոտավորապես, արդեն պետք է լցնենք ամանի մեջ եւ տեղափոխենք ջեռոց։ Եվ սպասենք մինչև այս ամենը պատրաստվի, եփվի, որպեսզի մենք էլ կարողանանք ճաշակել։ Այ խոսք չեմ տալիս, ներող կլինես, որ այն կեփվի, որովհետեւ բավականին ժամանակ կպահանջվի, այո, որովհետեւ տեսնենք ոնց կստացվի։ Ամեն դեպքում կարևորը բաղադրատոմսը առաջարկել ենք, մնացածը հեռուստադիտողը ինքը շատ լավ գիտի ինչ պետք է անի։ Ես հիմա ավելացնեմ բուսայուղը եւ այս ամբողջ տարածքով տրորեմ, դու ներկայացնում ես հովանավորը։ Ասեմ, որ մեր գործընկերները լավագույններն են եւ առաջարկում են առավոտը սկսել նախաճաշով, Էլոլա Ապրանքանի շեյր կատնամթերք առաջարկում է բոլորին, որը իհարկե իր մեջ ներառում է պանդիտների, կատնաշորների, թթվասերների, մածունների լայն տեսականի, որոնք հաստատ համոզված եմ, առավոտյան կլինեն ճիշտ նախաճաշ եւ սպիտակուստերի մի ամբողջ պաշար կտան ձեզ։ Էլոլայի ողջ տեսականին հասանել է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները ունեն հնարավորություն այնտեղի հայկական խանութներից գնելու եւ ճաշակելու եւ նաեւ երեկոն անցկացրեք սիրելիների եւ հարազատների հետ, իսկ ընկերակից թող լինի ձեզ Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող հրաշալի գինիների լայն տեսական, իսկ պահածոներն ու կոմպոտները կտան այդ տնականի պատրաստած համը եւ բնականաբար ել ավելի կգեղեցկացնեն ձեր ճաշը կամ ընթրիքը։ Այս ամենը հարցրեք բոլոր խանութներում, իսկ Իջևանի գինու գործարանը միշտ պատրաստ է նորություններով կիսվել իր հաճախորդների հետ։ Իսկ այստեղ, ինչպես տեսնում եք, շատ մեծ է տեսականին, հատկապես ես բազմիցս նշել եմ, իմ թուլությունը նրանց թթուների բաժինն է, որը միշտ մեզ մոտ առկա է։ Դե, այսօր քաղցրով ենք շարունակում, այստեղ էլ քաղցրի լայն տեսականի կա։ Այո, մուրաբաների հրաշալի տարբերակ, էլի կարելի է այս հրաշալի ունիվերսալ խմորը պատրաստել, բայց մուրաբայով մատուցել, այնպես որ բոլոր հնարավորությունները կա։ Ահա ավելացրեցինք մի փոքր նաև այս հրակայուն ամանի մեջ ալյուր եւ հիմա ավելացնում ենք մեր խմորը, այս զանգվածը ավելացնենք ամանի մեջ, վրան լցնենք այս մի քանի կտոր ընկույզը, որը ես պահեցի վերջում օգտագործելու համար եւ համարյա թե համարենք այս փուլում այսքանը, հետո արդեն պետք է սպասենք մինչ եփվի այս ամենը, հուսանք որ կեփվի, համոզված ես կարծում եմ կեփվի, այո եւ այսպես ավելացնենք այս մնացած կտորները, որպեսզի ճոխ եւ համեղ ստացվի այն ու գնանք դեպի ջեռոցը, հա։ Ահա այսպես շատ հեշտ, շատ հարմար եւ շատ արագ պատրաստվող։ Դե, ինչպես ասում են, բարի ճանապարհ համեղ քաղցրին, համբերել ենք ու սպասենք տեսնենք թե ինչ է պատրաստվում, ինչ է լինում։ Հուսանք ճանապարհը բարի կլինի եւ վերջում արդյունքը կտեսնենք։ Եթե ամեն ինչ ասվեց, ամեն ինչ պարզ էր, այս բան կարճ դադար կունենանք եւ հետո արդեն կվերադառնանք տաղավար եւ կողջունենք մեր հյուրին։ Նոր իհարկե աշխատանքի պրեմիերա է լինելու, այնպես որ մնացեք մեզ հետ։
Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ունենք տեսահոլովակի ու երգի պրեմիերա։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն սպասված է ու միանգամից սիրվում է բոլորի կողմից։ Հերու եմ յար երգի եւ տեսահոլովակի պրեմիերան քիչ անց կլինի մեր եթերում։ Իսկ մինչեւ այդ հետաքրքիր զրույց կունենանք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են իհարկե երգիչ Արթուր Խաչենցը եւ տեսահոլովակի Սենց ասենք ամեն ինչ, ինչպես իհարկե Արթուրն ասաց, Հրաչյա Հարությունյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Բարև ձեզ, լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Եկեք հասկանանք մի քիչ բացենք փակագծերը։ Նախ հերու եմ յար, հա, եւ հետո հասկանանք ինչա յարը այդքան հերու եւ ինչն էր պատճառը։ Այդ երգը ավելի շատ Արցախի մասին է, որովհետեւ այն սոլո հատվածը, որտեղ Քյամանչյանը նվագում, պատահական չի, որ Արցախի բարբառով է ընթանում։ Այդ ասելիքը Սայաթնովյան ոճով ու յարան օրինակ Արցախի բարբառով վերք է նշանակում, այնտեղ կա օրինակ ցավին մենք հռ ենք ասում, հռասա ու նեղ շատ հետաքրքիր բառեր կա ծագումնաբանությամբ այս բարբառից, որ այսօր էլ մենք առօրյայում գրական հայերենում օգտագործում ենք ու դրանց բացատրությունները չգիտենք, խորանում ենք ու հետո ենք հասկանում ինչ մեծ գանձեր ունենք։ Ավելի շատ ինքը սիրած աղջկա մասին չի միայն, ինքը հայրենիքի, հողի, այն կարոտի մասին է, որ դժվարանում ենք մենք որոշ ժամանակ օրինակ ունենալով նույնիսկ չեն գնահատում, բայց այս այն բառագանա, որ ֆիզիկապես չկա, բայց միշտ իմ հետ է Արցախը ու դրա համար այդ երգը ոնց որ հեռու եմ յար քեզանից, Անտուն Խելքահան, այս ասելիքս ավելի շատ Արցախին էր ուղղված։ Պարուհին Անժելիկա Նավանեսյան իմ նշանածն է, ինչպես նաև Արցախի Պարիպետականի սալիսներից է, ով հենց այդ պատահական շարժումներով չի պարը բեմադրված ու տարազն էլ հենց արցախյան տիպիկ տարազնա կնոջ, այ աղջկա ու նույնիսկ արծաթները Նարեկացիից տարազը Տերյան կենտրոնից որ արել են, իսկ արծաթներն էլ հենց թանգարանից ասենք վերցրել ենք Նարեկացի շնորհիվ, որպեսզի կարողանանք 80 տարվա, 90 տարվա Արցախի արծաթներ են եղել, որը հենց Պարուհու վրան կան այդ տեսահոլովակի մեջ։ Ու Հրաչն էլ, Գոռն էլ, Գոռը ով որ մեզ այդ տարավ, այդ տեղանքները տեղադրեց, ավելի շուտ պրոդյուսերություն արեց, ռեժիսորը Հրաչն է, Գոռը պրոդյուսերություն արել, որտեղ պրոդուկտը տվել են Գոռի շնորհիվ, որտեղ Գոռն էր վռասցնում, ասում էր այդ երգը երբ ենք տեսահոլովակ ունենալու, երբ ենք նկարելու այդ տեսահոլովակը, որ աչի հետ պայմանավորվեցինք։ Հենց միանգամից մի օր ուղղակի դուրս եկանք, մենք նույնիսկ չգիտեինք որտեղ են գնալու, Գոռը արդեն պլանավորել էր, ոչ մեկից տեղյակ չէր պահել։ Հեսա հավելի եմ քո ասացին, Արթուրը ինձ ասում է, հերջան գնում ենք կլիպ նկարելու, այս ինչ օրը գալիս ես, ասում հա, ասում լավ, գնացինք ու Գոռը իրականում շատ հետաքրքիր լոկացիաներ վայրեր էր մեր համար գտել, որ գնացին նայել էինք, ամեն մի իր առաջարկած վայր հրաշք էր պարզապես ու մենք ամեն անգամ գտնալուց այն որ ասում Գոռ դու նենց աչքեր ունես, նենց վիժն ունես, որ ասենք քո ամեն ասած լոկացիան ես այսպես 2-0 զայեմ էլի Ոնց շատ հավես եղավ, բայց իմ համար տեսահոլովակի ամենա գունեղ հատվածը ամեն դեպքում պարն էր, որովհետև չէր ստացվի ոչ մի բան, եթե չներ Անժելիկան։ Իր այդ էներգիան, իր պարը, իր այդ հմայքը, որը ամեն ինչ տվել է այդ տեսահոլովակին։ Դե երգի մասին չասեմ, արդեն որ դու գիտես, ես քեզ առանձին լիքը ասել եմ։ Դե եկեք վայելենք տեսահոլովակը, ծանոթանանք եւ վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Գարգիր ինձ աղջը
դարձիր բալասա Եկար սիրտս խոցեցի Դարձրիր տափաստան Կյանքս քեզ մատաղեմ քեզ Միայն թե ժպտաս Հարգիր ինձ ջերանս Դարդից դարդարման Դողում է անտեր սիրտս Դարձիր բալասան Ուշխար քեզ ամենահամեստ խլկ ու ճար Աչքը թող վեշին վաղ փոտ չգցես Իրազի ասե տստամ հովա ջգեր է դեյա Քնին կթենան հենգեց սարքին հավա Մեր տները մնաց հրը, շատ հրը Հրասաց հավս, ըգրեք հասպրը Մեր արցախ շխարքըմըս, մնաց գնդակ կամ է Մինակ թող իրազի մեջ Հերո եմ Յար, Արթուր Խաչյան, շնորհավորում ենք Այո, շատ շնորհավորում ենք, գեղեցիկ էր։ Եվ երկի արդիվ։ Ճիշտ ասած, փորձել ենք ամեն ինչ անել, որ ինչպես ասացին, Արցախը ներսում լինի ու հայկական լինի, ու նույնիսկ շատ մարդիկ, ովքեր օրինակ ներկա են գտնվել կամ լսել են, երբ որ ինքը ձայնագրման process-ի մեջ ա եղել, ասել են, ախր շատ հայկական է, ասում են, բայց շատ լավ է, որ շատ հայկական, որովհետև վերջին ժամանակները շատ քիչ ենք հանդիպում, որ շատ հայկական լինի, որովհետև շատ մարդիկ վախենում են շատ հայկականությունից, իսկ ինձ դա ավելի շատ ոգեշնչել է, լցրել է, որպեսզի ասենք այդ ստեղծագործությունը տեղ գտնի ու չմնա զուտ սևագրություն, այլ Հրաչի, Գոռի, Անժելիկայի ու ինչպես նաև մոռացանք ամենակարևոր, ամենածանր աշխատանքը կատարած մարդուն հիշեցնենք, ով էլ մեր Հրաչի կինն է, Սյուզին Արգուշյան, ով որ ասենք մոնտաժն է արել, այդ ամենածանր օրեր տևող գործը աշխատանքը մենք միշտ ասում ենք ճակերտավոր ամենակեղտոտը, որովհետև այդ ամբողջ մենք մի օրում օքեյ գնացինք, նկարեցինք, պատրաստեցինք, բերեցինք, տվեցինք այդ աղջկան, ասենք դե գլուխ հանի, ես ինչա կատարվելու սրա մեջ, ու Սյուզին ամեն ինչ արել է, որից հետո արդեն նոր Հրաչը գունային կորեկցիաներով անցավ ու ստացել ենք այս պրոդուկտը։ Ու իմ համար ամենակարևորն է, որ այն գործն է, որի համար չեմ ամաչի, որ նմանատիպ գործ ենք ունեցել ու միշտ ինձ հարցնում են որն է գաղտնիքը, ասում եմ ես չեմ աշխատում գումարի, հովանավորի կամ եւ այլի համար, ես աշխատում եմ որպեսզի մի ստեղծագործություն ստեղծի, որը մեզանից ավելի երկար կյանք կունենա։
ու չեմ վախենա արտահայտություն անեմ, որ այս ստեղծագործությունը երևի մեզանից երկար կյանք կունենա։ Հրաչ Սյուզի հետ շատ եք կռվել հետ աշխատանքային շրջանում, որովհետև ամեն դեպքում ամբողջը ձեր ուսերին էր, որովհետև ինչ կադր դուրը չգա իր, կամ եթե շատ էին լավ կադրերը, բայց այդքան հնարավորություն չկար օգտագործելու, էլի կռվի թեմա է ամեն դեպքում։ Մենք շուտ հասել ենք նախորդ տեսալողների մոտ լիքը կռվենք, հիմա անգել ենք ինչ-որ մի հատ ունի մեջ ու Արթուրին ասում Արթուր ջան, գցում եմ ձեզ Իրար հետ նստեք։ Համագործակցություն։ Մի հատ վերջին մի հատ նայեք, տես քո դեմքը ստեղ լավ է, լավ չի, ավելի շատ Անժելիկայի հետ են կռվել, ով որ իմ նշանասնա ասացի ու պարուհին, երբ որ Սյուզին ամեն ինչը պատրաստել է, դե հետո գալիս է աղջիկի այն ամենասիրած կամ չսիրած հատվածը, դեմքս իմ էստեղս ավելի բանա, չգիտեմ, աշխատող, չաշխատող, սիմետրիկա այնտեղ ավելի սիմետրիկա։ Ասենք տղամարդու համար կապ չունի, աջից է նայում, թե ձախից է նայում էլի այդ դեմքը, կամ մեյքափ, մենք вообще ես օրինակ մեյքափ էլ չեմ արել, տեսահոլովակի ժամանակ բան, իսկ ասենք ամբողջ ճանապարհին Անժելիկան ինձ ասում էր, այնքան վռաստրի, նույնիսկ տուշս չեմ կսե բան, հիմա ասում եմ, ոչինչ, ավելի բնական, ավելի հայկական, հին ժամանակներում տուշ չկար։ Ու իրականում Սյուզի ու Անժելիկային են վերջնական են ֆինիշ վիճակը այդ ավարտին հասնելու համար, ասենք Անժելիկային ու Սյուզին նստել են, ես ու Հրաչը այդ պահով մենք նստած իրա չիփս էինք ուտում։ Մենք բայելում ենք իրանց համագործակցությունը կոպիտ ասած։ Տեսարաններն են շատ գեղեցիկ, ոնց որ ասած Մարգարիտի նման ընտրված էր ու շատ համահունչ էր, հա։ Ոնց է գտել այդ տեղերը։ Ճանապարհին ընդհանրապես որ նստել ենք ավտոմեքենան, մենք չենք իմացել ուր են գնում, գորին էր վստահված, Գորը Խալաֆյան ասեց ով որ Armenian Tour ասացի գիտ ծառայությունն է մատուցում ու երևի ամենապահանջարկ ունեցողներից է Հայաստանում ներկապային իր գոլեգա ընկերների հետ համատեղ նաև Գորը ասեց ինձ եք չէ վստահում ասեցի հա ասեց դե եղանակային ինքը գիտի ասենք այս օրը եթե անձրև է կամ այս եղանակին որտեղ էր նա աշխատող խուստուկ չէր տանելու էլի որովհետև խուստուկ դեռ ձուն էր դրա համար ինքը ասեց գնանք դեպի Վայոց երևի ու գնացինք ճանապարհին Արարատյան մարզում այդ ծիրանինները նոր էին ծաղկել այնտեղ նկարեցին գնացինք հասանք Վայքից Վայք չասած Եղեգնաձորից ծախարեցին գնացինք Սմբատաբերդ եթե չեմ սխալվում 3-ից 5-րդ դարի Բերթա քաղաք ա եղել փոքրիկ որը նաև հարևանությամբ ուներ Մարտիրոս Սարյանի Հայաստան այդ պատկերը որ կա հենց իր հարևանությունով որ անցանք արդեն այդ վերևը Օրբելյանների քարավանատուն կար, որտեղ մետաքսի ճանապարհը աշխատում էր ու հյուրատուն որպես հայկական այդպիսին տիպիկ առաջիններից է եղել, ուխտերով կարողացել են առևտրականները այնտեղ բերքը թողնել, գիշերել ու նորից ճանապարհ ընկնել։ Այդ քարավանատանն ենք ինչպես նաև նկարել ու այդ 3-4 հատ գեոլոկացիայով սահմանափակվեցինք, որովհետև ասենք ունեինք պար, որ ամբողջ պարը ուղեկցվում էր ու ինձ թվում է մատերիալի կամ խնդիր չենք ունեցել, էլի։ Այնքան շատ է եղել, մի բան անգամ կանգնել ենք, մի բան կանգնել ենք թազա լոկացիա ենք նայում, ասեմ որ ասենք չէ, բայց շատ բան, այն որ ասենք լավ երկու չիպ լսրել ենք երևի։ Էլ պետք է։ Թողենք ափսոսեր, որտեվ լիքը լավ կադրեր կային, մենք հատանտիր կադրեր ենք օգտագործել իրականում։ Սյուզին սկզբնական մոնտաժը որ արել էր, երևի ընդհանրապես համարը բաններ չի փոխվել, փոխվել է կադրերի էս ավելի լավագույնն է, ավելի չէ, բայց լավագույնն է, ավելի լավագույնը սխալ արտահայտությունն է, եթե չեմ սխալվում։ Այո, ոչ չէ պայլատակություն։ Հա։ Եվ հրաչ միշտ է հնարավոր համապատրաստից գնալ ու միանգամից նկարել տեսահոլովակ։ Ոյ, որ այսքան գեղեցիկ լինի։ Իրականում չեմ կարող ասեմ, որ այդ ամենը ինչը ֆորմուլա է, ինչ որը որ միշտ աշխատում է, բայց մի հատ sense պահ կա, էլի, օրինակ մեկը Խաչենցի հետ Քանի որ մենք բացի նրանից, որ իր այդ ինչ-որ գործերում աշխատել ենք, մենք ընկերներ ենք, որոնք որ ճանապարհ ունենք անցած ու հաստատ մենք իր այդ զգում ենք, այդ ոնց որ vibe կա, այդպես հասկացողություն է, այդպես իր այդ հասկանում ենք միանգամից, էսի երկուսից դուրը կգա հաստատ, իսկ եթե մեր դուրը գալիս է, այն որ չես նայում գործին, որ կլիենտի դուրը գա, եթե երկուսից դուրը գալիս է, այն որ զգում ենք, որ իրոք էս ամեն ինչը լավ է, ինքը լավ է ստացվում։ Անկախ նրանից այդ ամեն ինչի պատգոտով երկար այկան տեսալովակներ եմ նկարել բազմաթիվ, որոնք որ շատ մեծ սաստավով են եղել, այնտեղ, ասենք, մի 15-20 հոգի սցենար, ռասկադրովկա, բան լուրջ սաստավների հետ լուրջ գործեր արել ենք, բայց
որոշ այդ ձևի գործերի մեջ այդքան կայֆ չեմ ստացել, ինչքան որ օրինակ Արթուրի հետ աշխատելուց, էլի։ Որտեվ այդ Իսկի ընկերական այդ տես անմիջական վիճակի մեջ հանգում ընկերական վստահության, սիրո ու նվիրումի ոչ թե ֆոնին, այլ իրոք այդ էությամբ ու ամեն ինչ ծնվում է դրանից, որովհետև մենք չունենք բյուջե նույնիսկ տեսահոլովակի համար հովանավորներ, ինչպես ասացինք նախորդ, ամեն ինչ արվում է սիրով, հոգով, հայկականությամբ, էությամբ, հա, ու անում ենք անելու համար չէ պարզապես, անում ենք, որպեսզի գոնե մի բան այս աշխարհի երկրագնդի վրա թողնենք։ Ուզում ենք ձեզ նվիրել Սարգոն Իջևանի գինին, սպիտակ, չոր գինին, որպեսզի նշեք արդեն արված աշխատանքը եւ պրեմիերան նույնպես համոզված ենք, որ հաջորդ աշխատանքները էլի միասին կանենք։ Եվ ուզում ենք ձեզ նվիրել կռիվ արեք, միասին կմնացեք։ Բացիկ արև բացիկները, որոնք էլի նախատեսված են էմոցիաներ փոխանցելու համար, այստեղ սիրված երգերից ֆրազներ են։ Հրաչ ուզում եմ ձեզ նվիրել մի տող, որը թաթայից է ու համոզված եմ, որ ձեր գործում հենց այդպես էլ կա, ամենալավը դու ես, ամենալավն ես դու, սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ իհարկե կուզես աշխարհն առանց քարտեզ, դու միայն ասա այն ինչ որ կուզես, սա նվիրեք այն գեղեցկուն, ով ձեր սիրտը գրավեց ու նաև տեսահոլովակում գրավեց կարևոր տեղը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ նույնպես։ Եվ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփենք ուրբաթ առավոտը։ Շարունակում ենք մեր ծրագիրը, այսինքն ոչ թե շարունակում ենք, այլ եկավ ժամանակը, որպեսզի արդեն միասին կարողանանք ավարտել աշխատանքային շաբաթվա առավոտը, այսօր ուրբաթ է, ուրբաթ առավոտ միասին անցկացրեցինք եւ հիշեցնելու համար, թե ինչպես անցկացնել երեկոն, այսինքն հուշելու համար, ձեզ առաջարկում ենք Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող Բրիս Ռոզե փրփրուն գինին, ինչը համոզված եմ կարող է հետաքրքիր ավարտ տալ երեկոյին, եթե այն նախատեսված է ընկերների կամ հարազատների հետ անցկացնելու համար։ Գինու հետ իհարկե չենք մոռանում պանիրների մասին, իսկ պանիրների մեծ տեսականի, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Մայիսյան տոների կարևոր տոներից է իհարկե շրջանավարտների համար վերջին զանգի տոնը։ Այսպես առաջարկում ենք հենց էմոցիանել նվիրել այդ օրը ուսուցիչներին եւ աշակերտներին։ Արև բացիկների վերջին զանգ տարբերակն արդեն հասանելի է։ Այստեղ իհարկե ներառված է Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգի տողերը եւ բնականաբար տրված է նաեւ հատված, որտեղ կարող եք ձեր անձնական բարեմաղթանքները գրել։ Իսկ բացիկի հետևի մասում QR կոդն է, որի վրա պարզապես մոտեցնելով հեռախոսը միանգամից միանում է հենց երգը, որը այդ պահին հաստատ համոզված եմ կլինի ամենասպասվածը ձեզ համար։ Բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Դրական էմոցիաներ կփոխանցեն նաև բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով իհարկե կապահովեն ձեր լավագույն առիթների տեսք։ Master-Rite Barber Shop-ն էլ պատրաստ է օրվա բոլոր ժամերին ապահովել ձեր արտաքին տեսքի կարևորությունը, որովհետև պրոֆեսիոնալ բարբերները արտաքի գլխավորությամբ միշտ այնտեղ են եւ միշտ պատրաստական ձեզ տալու այդ կարևոր արագ գեղեցիկ տեսքը, այնպես որ Master-Rite-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Ձեր ոճը ընդգծեք Դաֆնի խանութսրայի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրան ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33, այցելեք եւ ծանոթացեք ամբողջ նոր գարնանային տեսականը։ Գարնանային տեսականին կամանց գնալով իհարկե եղանակի առումով ավարտվում է, մնաց 1 ամիս եւս, որպեսզի անցկացնենք գարունը, ու հետո արդեն հաջորդիվ դիմավորենք ամառը։ Այս 1 ամիսը յուրաքանչյուր առավոտ ձեզ կասենք բարի լույս։ Այսօր ավարտվեց ուրբաթը, ավարտվեց աշխատանքային շաբաթը, հաջորդիվ կլինի նորից երկուշաբթի ու նորից կգանք այստեղ, կասենք ձեզ նորից բարի լույս։ Այո, բայց մինչ այդ իհարկե չենք մոռանում մեր քաղցր առավոտի մասին եւ հիմա տեղափոխվենք խոհանոց, որպեսզի տեսնենք, թե վերջնական փուլում Ադրինեն ինչ է անում հիմա։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ սիրելիներս, իմ թանկագին հեռուստադիտող, ես մի փոքր այսպես փորձեցի ժամանակ շահել, որովհետեւ մեր թխուկը պետք է եփվեր, հենց հիմա բերում եմ ջեռոցից մեր գազարով կեքսը։ Ահա, խնդրեմ։
Ահա այսպիսի տեսք է ստացել, մենք այստեղ օգտագործել ենք գազար, ընկույզ, դարչին, շատ համեղ հավելումներ, շատ համեղ համադրություն։ Ես հուսով եմ, որ դուք էլ կփորձեք եւ կպատրաստեք, կարձագանքեք եւ իմացեք, որ մասշտաբես ես փորձում եմ ձեզ այսպես առաջարկել մաչել եւ շատ արագ եփվող տարբերակներ։ Սիրելիներս, միշտ մնացեք մեզ հետ, շաբաթը ավարտում ենք ահա այսպես, բայց երկուշաբթի օրը հանդիպելու ենք եւ էլի համեղություններ ենք պատրաստելու միասին։ Ես ձեզ շատ եմ սիրում եւ ինչպես իմ գործընկերները մշտապես կասեն, այս ամենը պատրաստված էր սիրով։ Կհանդիպենք։ Այո, կհանդիպենք Ադրինե ջան, շնորհակալ ենք քեզ, գիտենք որ սեր կա այդտեղ շատ ու ջերմություն եւ քաղցրություն ու համեղություն։ Այս ամենը քիչ հետո արդեն կճաշակենք եւ իհարկե ծրագիրն էլ ավարտենք արդեն էլի ինչպես արդեն Ադրինեն ասեց, սիրով։